Делаю дело, 500 лошадок увезу тело. Тихо, но пока так вылетаем в тай. Наши там будут МСК, стая шепотом где-то там поливают нас. В комментах я их не читаю даже. Գնացինք Բարի գալուստ ընկերներ, դուք գտնվում եք Safarian Racer YouTube-դան ալիքում, իսկ այսօր մենք ձեր համար նկարում ենք Toyota GT86 Եթե դուք մտածում եք, որ GT86-ը թույլ մեքենա է, ուղղի ենք մենք թույլ մեքենա նկարում, այս այդ տարբերակը չի, իր սովորական ստանդարտ 2 լիտրանոց օպոզիտ մոտորը չի, այլ ձևափոխած է, տեղադրված է 2 JZ GTE լեգենդար շարժիչ, 650 դիաուժ հզորությամբ, փոխված է այստեղ թե տուրբինը, թե ներածման համակարգը, թե արտածման համակարգը, ամեն ինչ ձևափոխված է, եկեք ամենահետաքրքրից սկսենք, հա ու միանշանակ դուք էլ կզարմանաք, որովհետև ստեղ չկա ոչ մի գործարանային լուծում։ Լեգենդար, այն ամենագեղեցիկ, ամենահզոր այս շարժիչի մասին երկար բարակ խոսալ պետք չի, որովհետև ով հասկանում է առհասարակ մեքենաներից, հա, ով հասկանում է ու սիրում է դրիֆտ, արագ գնացող մեքենաներ, ինքը գիտի էս ինչ է։ 2 JZ շատ դիմացկուն, շատ մեծ հզորությունների դիմացող շարժիչ։ Տուրբինային համակարգը այստեղ ձևափոխված է, կոչվում է single, այդ երբ որ 2 տուրբոն փոխարինում են ու մի ավելի մեծ տուրբո են տեղադրում։ Այստեղ տեղադրված է Pulsar-ի 3770 չափի տուրբոն, ձևափոխված է եւ տեղադրված է արդեն տյունինգային ներածման համակարգ, ավելի շատ օդ մոտորին մատակարարելու համար։ Ձևափոխված է կոճերը ու ասում են հատիկավոր կոճեր է տեղադրված։ Կոնկրետ այս կոճերը Audi R8 ավտոմեքենայի կոճերն է։ Տեղադրված է էլեկտրոնային դրոսել, Porsche Cayenne-ի, եթե չեմ սխալվում, դրոսելը։ Յուրահատկություններից մեկը եկեք ասեմ այս ավտոմեքենայի, այստեղ գրած է EcoMaster, այդ մեզ հուշում է, որ մեքենան աշխատում է տյունինգային մոզգով, տյունինգային համակարգչով, հա, այսպես ասած, ու իր ծրագիրը գրած է custom-ի, այսինքն հատուկ այս կոմպոնենտներով հավաքված մոտորի համար առանձին ծրագիր է գրած ու լցրած է այս մոզգի մեջ, որ ինքը ճիշտ աշխատի։ Ու մենք ստացել ենք այս շարժիչի այս բոլոր դետալները տեղադրելուց հետո 650 դիաուժ հզորություն մոտորի վրա ու 20% հանում եք այդքան ակերի վրա է։ Այս մեքենան գործարանայինից արտադրվել է որպես սպորտային ավտոմեքենա։ Դրա համար այստեղ տեսնում եք, որ բաց է, այս արկեքը, կրելոները բաց է, իր բազան ահավոր լայն է, քանի որ իր մեջ ժամանակին եղել է օպոզիտ մոտոր, իր բալկան մյուս բալկայից, այս կապոտի տակի, ու բավականին շատ տեղ կա իր մեջ աշխատելու համար, ու իր մոտորը փոխելու, վերազինելու, ուրիշ ավելի հետաքրքիր շարժիչ տեղադրելու համար ինքը բավականին հարմար մոդել է։ Ուրեմն ինչ կարելի է ավելացնել կապոտի տակի, ինչ կա տեղադրված։ Տեղադրված է Aeromotive-ի բենզինի ճնշման կարգավորիչ, տեղադրված են Tein ֆիրմայի սպորտային ամորտիզատորներ, coilover-ներ, որոնք որ կառավարվում են ներսից, սրահից, այսինքն այստեղ դրված է փոքր շարժիչ, որը որ կառավարվում է սրահից ու ինքը փոխում է շտոկի փափկությունն ու չորությունը։ Բացի դա ինքը ունի այն բոլոր կառավարումները բարձրության, ցածրության, պրուժինի փափկության եւ չորության կառավարումը։ Դե բնականաբար տեղադրված է մեծ ռադիատոր ալյումինից տյունինգային իր վենտիլատոր դիֆուզորով ու տուրբինացված շարժիչների պարագայում մեզ պետքա սառը օդ մտցնել մոտոր։ Դրա համար մենք ունենք այստեղ տեղադրված մեծ չափի ինտերկուլեր, որը որ պատասխանատու է սառը օդի համար։ Ամենակարևոր կոմպոնենտներից մեկը բենզինի ֆարսունկաներն են։ Այստեղ տեղադրված է 1050 cc ճնշում տվող ֆարսունկաներ, իր տյունինգային ռամպայով։ Կապոտի տակ ամեն ինչ ձեզ ցույց տվեցինք։ Հիմա եկեք մի քիչ խոսենք արտաքին տեսքից, որովհետև այստեղ ոչ մի բան գործարանայինը չի, ամեն ինչ յուրահատուկ է ու ամեն ինչ ձևափոխված է, հա։ Հասարակ բան, բայց այս կապոտի զամոկներից սկսած ամեն ինչը ուրիշ է։
Այսինքն սենց կապոտի զամոք գործանայինից ոչ մի մեքենայի վրա չի լինում։ Տյունինգային կապոտի զամոքներ, տյունինգային կապոտ, շատ թեթև ցիկլոպլաստիկից, օրիգինալ շիթ ու օրիգինալ ռոկետ բանի 2, ինչը տալիս է մեքենային շատ ագրեսիվ ու գեղեցիկ տեսք, այսինքն այս որ տեսնում եք կռիլոյի վրա մի հատ էլ կռիլոյ է կոպիտ ասած ավելացրած, լայնացրած, սա այդ ռոկետ բանի կիտն է, որը որ կարող եք գնել գրեթե ցանկացած սպորտային ավտոմեքենայի համար արտադրվում է, ինքը թե դիմացից թե հետևից շատ լայնացրած է ավտոմեքենան, իր անվահեծերից եկեք 2 բառ ասեմ, դիմացը 11.5 G լայնությամբ անվահեծեր է տեղադրված, հետևը 12.5 G լայնությամբ անվահեծեր, որպեսզի պատկերացնեք, եկեք հեռախոսը, սենց ցույց տամ, թե ոնց ենք դնում մենք իր պոլկայի վրա, հեռախոսը լրիվ կորում է իր պոլկայի վրա, ավտոմեքենայի հետևի անիվները 275 լայնքի են, բայց անիվ ավելի փոքր է, քան անվահեծը, դրա համար ինքը մի քիչ սենց կլորավուն դոմիկ են ասում, հա, դրան, տենց է նստում անվահեծի վրա։ Ունենք շատ ահավոր մեծ սպոյլեր ավտոմեքենայի հետևը, ինքը ավելի նման է սեղանի, որտեղ որ կարելի է բլոտ խաղալ։ Չգիտեմ ինչ ասեմ այս սպոյլերի մասին։ Լրիվ իմ լայնության սպոյլերը մեքենայի վրա տեղադրված, շատ մեծ է։ Ինքը համ սիրուն է, համ եթե ճիշտ օգտագործես, այս կոչվում է հակաթև հայերեն, օգնում է, որ մեքենան ավելի լավ կպնի գետնին, կպնի ասֆալտին ու արագացումը մեքենայի ավելի էֆեկտիվ լինի։ Արտացման համակարգը, ում հետաքրքիր է ու ով գիտի, 76 չափի տրուբայով գալիս է մինչև վերջ, վերջում տեղադրված է 2 հատ HKS-ի գլուշցել խլացուցիչ, այստեղ իրականում ոչ մի բան չկա նայելու, շատ փոքր բեռնախցիկ է, ոչ մի հետաքրքիր բան չկա։ Եկեք տեղափոխվենք ավտոմեքենայի սրահ, որովհետև այս ավտոմեքենան ոչ միայն արտաքինից է սիրուն յուրահատուկ ու գեղեցիկ, այլ նաև իր սրահն էլ է հետաքրքիր։ Առաջինը ինչը որ գալիս է մեր աչքի առաջ երևում է, տեսնում ենք, որ ղեկ չկա ավտոմեքենայի վրա, ղեկը ուր է ստեղը։ Կոչվում է բիստրասյոմ ռուսերենից, եթե թարգմանենք, այսինքն դու կարող ես ղեկը շատ արագ հանես։ Всё, ղեկը իր վրա է նորից։ Հանելը հետևից քաշում ես դուրս է գալիս։ Բայց երբ որ այս բիստրասյոմը առնում էին, կար $100, կար $500։ Մեր ընկեր Հրաչը առել է $500-ը, որ ինչ անի, այս ձենը որ գա, մենակ այդ ձենի համար մարդիկ այդքան գումար են տալիս։ Այս ձենի մասին է խոսքը գնում։ Ավտոմեքենան համալրված է այն բոլոր ցուցիչներով, ինչը որ անհրաժեշտ է տուրբինացված շարժիչի համար, այսինքն ունի յուղի ճնշում, ունի ջրի ջերմաստիճան, ունի յուղի ջերմաստիճան ու ունի տուրբոյի դատչիկ, այսինքն քանի բառ է այս բային փչում տուրբոն։ Վարորդը այս մեքենայի հասկանում է ինչ մեքենա է ինքը վարում ու այդ բոլոր ցուցիչները պետք են իրան ստանդարտ տախոմետր, սպիդոմետր, ջրի ջերմաստիճան, հա, բենզինի ցուցիչ, այդ ամեն ինչից բացի դրանք էլ են պետք սպորտային ցանկացած ավտոմեքենայի համար ու խրախուսվում է, եթե դուք քշում եք տուրբինացված շարժիչով ավտոմեքենա, տենց բաները ձեզ կօգնի հասկանալ, եթե մեքենան ունի ինչ-որ անսարքություն, թերություն ու մեքենայի կյանքը կերկարացնեք, հա։ Մեքենայի վրա տեղադրված է բիստրասյոմ ու օրիգինալ Energy սպորտային ղեկ։ Այս մեքենայի վրա գործարանայինից մնացել է ենթադրում եմ, որ մենակ այս ռուչնիկը ու վերջ։ Բացի այն, որ ինքը ուղղակի սպորտային ավտոմեքենա է, իր վրա ասենց սիրուն կարբոնից էլեմենտներ էլ է փոխած, ավելացրած, տեղադրված, որը որ էլի տենց հիասքանչ հրաշք տեսք է տալի ավտոմեքենային։ Մենակ դռների վրա չէ, կարբոնից էլեմենտներ ունենք կուլիսի կողքը, կարբոնից էլեմենտներ ունենք այս մեր ցուցիչների վահանակի համար նախատեսված էլի տյունինգային, ամեն ինչը դրսից է պատվիրված ու ամեն ինչը բերած է դրսից։ Հայաստանում նմանատիպ խանութ կամ նմանատիպ պայստամասեր ոչ մի տեղից հնարավոր չի գտնել։ Ոնց հասկանում եմ բոլորը սպասում եք այս մեքենայի ընթացքին, տեսնենք թե ոնց է իրան դրսևորում մեր ճանապարհներին, եկեք գնանք վարենք մեքենան։ Ամրակապվում ենք ցանկացած ավտոմեքենա վարելիս, այդ պարտադիր պայման է, շատ ինչ-որ վստահություն է մտնում մեջդ այս ավտոն քշելուց իրականում, դու միանգամից նստում ես իր ղեկին ու զգում ես իր, չգիտեմ, ուժը, իր հզորությունը, որտեվ գազ չես տալիս, պրոստը ավտոմեքենան ոնց
որ գնում է, sense ուզում է քաշի տանի, հանգիստ չի լինում վարել։ Ինձ թվում է սխալ արինք դաժե որ դուրս եկանք այս ավտոմեքենան քշելու։ Կարող է հետ գնանք, մի հատ տենանք ինչի ընդունակ, պրոստը գնացինք էլի, հա, գնանք տենանք ինչի ընդունակ այս ավտոմեքենան։ Այս պրոստը քաղաքում քշել իր մասին կարծիք ասելու համար ավտո չի, էլի։ Օ, շատ ձիգ է, ամեն ինչ էս ավտոյի սենց բրուտալ ձիգ լուրջ ավտոյի տպավորություն է թողում քո վրա։ Մենակ ռուլն է, որ խաղալիք ոնց որ լինի, ոնց որ այն խաղալիք ավտոների ռուլերից լինի, բայց մնացածը սաղ լուրջ ավտոյի տպավորություն է թողում են, որ սենց նայում ես հայելու մեջ, տենում ես այս սպոյլերը, տենում ես ակը, այս սենց դուրս եկած կռիլոյից, լենությունը իր ամեն ինչը սենց քեզ ստիպում է, որ գազ տաս, պրոստը քշես այս ավտոն։ Նայ, գազ չենք տվել, էլը տուրբոյից են ամեն ինչի չէ։ Վերջնա։ Չէ, եկեք մի հատ փորձենք իրան դրիֆտում, դենանք ինքը ոնց է դրիֆտ անում առասարակ։ Ու այդ գործում մեզ կօգնի մեր ընկերը։ Այնք։ Շատ սիրուն է, ասենք նայում ես էսթետիկական հաճույք է ստանում այս ավտոն, երբ որ դրիֆտ է անում։ Չգիտեմ, սենց մեջտեղը կայնած էի ու ուզում էի չավարտվի այդ վարկյանները, հա, երբ որ այս ավտոն իմ կողքը ֆռում է։ Շատ սիրուն։ Այս ավտոյի հետաքրքրությունը գիտեք որն է, որ մենակ ծուխը չի դրիֆտի մեջ, որ էմոցիա է տալի, հա, այդ ավտոն որ պտտվում է, այդ չի որ էմոցիա է տալի։ Իր ձենը, մոտորի, այդ խլացուցիչի, ամենակարևորը տուրբինի ձենը, տուրբոն ինչքան մեծ է, այնքան շատ ավելի ուժեղ ձայն է անում։ Այդ ամեն ինչը սենց, չգիտեմ, մեջդ մի բան արթնացնում է։ Խոսքով լայք էս ավտոյի համար։